Որ արտգործնախարարության ներկայացուցիչ Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել թրիփին միանալու տարբերակը հաշվի առնելով մեջբերեմ ռուսական երկաթուղու եզակի փորձը։ Ես չեմ կարող նման բանդում անել, նախ եւ առաջ թրիփը դա հայ-ամերիկյան կազմակերպություն է եւ եթե նմանատիպ մենք խոսում ենք նմանատիպ ինչ-որ երթուղի կամ նմանատիպ ինչ-որ ճանապարհ բացելու մասին, ըստ իս դա պետք է լինի առանձին որևիցե ինչ-որ նախաձեռնություն, բայց թրիփ շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ թրիփը հանգարց չաշխատի։ Ռուսաստանի այս հետաքրքրությունը ինչ է նշանակում, պարոն Սիմոնյանց ձեզ։ Նորմալ տերության այդպես մեծ պետության գործելավոճը ոչ մի նոր բան եւ ոչ մի արտարոց բան չի նշանակում։ Բոլորն էլ հետաքրքրված են իրենց շրջապատող երկրներում իրենց ազդեցություն ունենալ եւ այդ ազդեցությունը, եթե ռազմական առումով արդեն հնարավոր չի ունենալ, բնական է տնտեսական առումով այդ խոչընդոտում տեսնում եք Ռուսաստանի կողմից, այս պահին ոչ։ Որտեղ ասում են, եթե խաղաղություն կա, Ռուսաստանի դեր այստեղ նվազում է, ապա Ռուսաստանը դա ձեռք չի տալիս։ Կարծում եմ այդ էջը փակված է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի էջը փակված է։ Ես անհավանական եմ համարում, եթե կտրուկ ինչ-որ բաներ տեղի չունենան, հա, ես անհավանական եմ համարում, որ այդ էջը մենք նորից բացենք եւ այդ էջը ես համարում եմ փակված։ Նաեւ ես կարծում եմ մեր մարդկանց ուղեղներում եւ հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես կարող են նման բանդում անել, որ իրանց մոտ էլ է այդ էջը իստիս փակված, այլ հարց է, եթե ինչ-որ մեկը փորձի ընտրություններից հետո, ընտրությունների ժամանակ ինչ-որ իրողություն փոխել, որին նույնպես ես քիչ եմ հավատում, որովհետեւ տեսեք, այն ինչ-որ մենք հայտարարել ենք, այն որ Ղարաբաղյան էջը փակված է եւ խաղաղության դարած շրջան է, եւ այն ինչ որ տեղի է ունեցել, հա, անդիմադիր դաշտում, քաղաքական դաշտում արձագանքի առումով եւ հայ ժողովրդի արձագանքի առումով իմ համար ակնհայտ է, որ այն խոսույթը այն առաջարկը, հա, ճակերտավոր, որը մենք արել ենք, դա հանրության կողմից ընդունվել է եւ հաստատվել է։ Եվ եւս մեկ անգամ կհաստատվի 26 թվականի ընտրություններին։ Եվ պարոն Սիմոնյան, Ռուսաստանը իր մասնակցությունը կարևորում է երկաթուղու արկայությամբ, քանի որ կառավարումը հանձնված է Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանը, բայց այստեղ մի խնդիր կա։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին Մոսկվայում ըստ Կոմերսանտի տված հարցազրույցի հայտարարեց, որ Հարավկովկասյան երկաթուղում արձանագրվել են 60 միլիոն դոլարի չարաշահումներ, այդ ժամանակ հարուցվեց քրեական գործ, բայց հետո այդ քրեական գործը կարճվեց, չհասկացանք ինչպես ի վերջո պարզ չդարձավ պարոն Փաշինյանը ճիշտ էր, սխալ էր, եւ եթե կա այսպիսի տեղեկություն, որ չգիտեմ, ես անկեղծ այդ ինֆորմացիան չեմ տիրապետում, ոչ